Պարոն Հովհաննիսյան, Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին համաձայնագրի համաձայնեցման մասին, բայց այս պահին Բաքուն շարունակում է նախապայմանների այսպես լեզվով խոսել, Հայաստանն այս պահին ինչպես է պատկերացնում process-ի շարունակականությունը։ Փակուղի չի արդյոք Բաքվի այս պահանջները եւ Հայաստանի այս արձագանքը փակուղային չի իրավիճակը եւ եթե ոչ, ապա ինչպես է շարունակվելու process-ը։ Դեք ցավոք անցյալից էլ պետք է ասեմ, միշտ որ ունեցել ենք մի քայլ առաջ, միշտ այն կողմից եղել է բարդություններ, պրովոկացիաներ, երբեմն դիպվում էր երկու քայլ հետ եւ այլն։ Այսինքն նոր գործելավոճ չէ սա։ Մյուս կողմից նայենք արձագանքներին։ Այժմ արդեն 58 երկիր ողջունեցին այդ գործընթացը, շատերը նշեցին Հայաստանի կարևոր դերը այս հարցում եւ 10 միջազգային կազմակերպություններ։ Մենք նաեւ հայտարարեցինք, որ պատրաստ ենք այժմ քննարկել ստորագրման շուրջ կապված բոլոր գործընթացները։ Այդ հայտարարությանը դեռևս չկար արձագանք, սակայն հայտարարությունները նոր են արվել, գիտեք, որ անմիջապես բարդ էր պատկերացնել ակտիվ գործողություններ։ Շարունակում ենք հայության օրակարգը, շարունակում ենք աշխատել մեր գործընկերների հետ միջազգային ասպարեզում այդ ուղղությամբ։ Բայց պարոն Հովհաննիսյան, այս վերջի շրջանում տպավորություն է ամեն դեպքում, որ Ադրբեջանը ավելի այսպես ագրեսիվ կեցվածքով է հանդես գալիս, եթե հաշվի առնենք հրադադարի խախտման մասին, այսպես հայտարարությունները եւ ասում են, որ սա ինչով է պայմանավորված։ Այսինքն իրենք փոխում են իրենց այն ուղղությունները խաղաղության գնալու, թե ինչով կպայմանավորենք։ Որպես ճնշման գործիք են օգտագործում։ Գիտեք, նույնպես նոր գործելավ ոչ չէ։ Գիտեք, միշտ թե անցած տարի, նախանցած տարի եւ այլն բազմաթիվ էին նման հայտարարություններ, որ Հայաստանը խախտում է զինադադարը, ինչ որ գործողություններ է կատարում։ Հիմա իհարկե ունենք շատ կարևոր գործիք, դա դիտորդներն են, որոնք արձագանքեցին, տեսակ, թե այս դեպքում, թե նախկինում, եւ միջազգային հանրությունը լավ դիտարկում է, որ նման կեղծ հայտարարությունները չեն նպաստում որևէ դերական գործընթացի։ Դիտորդները ինչ կլինեն, եթե սահմանից հետ քաշվեն, ունի արդեն Հայաստանը սցենար։ Գիտեք, դեռ սցենարը ինձ թվում է քննարկելու կարիք չկա, պայմանագիրը նոր նշեցիք, որ այդքան էլ արագ չի շարժվում։ Այսինքն պայմանագիրը ստորագրելուց, ռատիֆիկացնելուց այս մանդատը 2 տարով է։ Իհարկե, հետագայում խաղությանը, եթե ունենանք այդ առաջընթացը ստորագրենք, ռատիֆիկացնենք եւ իսկապես կայուն խաղաղության նշաններ լինեն, իհարկե մենք կարող ենք քննարկել նոր մանդատ Եվրոմիության դիտորդների համար, պարտադիր չէ միայն սահմանափակվել սահմանագծով։ Այնտեղ մանդատում կա նաև այդ վստահության միջոցառումների ստեղծումը։ Այնտեղ Երևանի եւ Բաքվի միջեւ եւ Երևանի եւ Բաքվի եւ նաեւ տարբեր շրջաններում կայունության նպաստմանը։ Կարծում եմ անգամ ապագայում ամենադրական սցենարի դեպքում կկարողանան գտնել ճիշտ մոդել, որպեսզի եվրոպացի դիտորդները շարունակեն։ Պարոն Հովհաննիսյան, բայց վստահ է Երևանը, որ Բաքուն չի պահանջելու նրանց առհասարակ հանել Հայաստանից, որովհետև այստեղ քննարկումներ կան այս համաձայնության այս կետի վերաբերյալ, որ հստակ չէ ամեն դեպքում այդ սահմանային հատվածում չտեղակայելու մասին դրույթը եւ այս մասով ինչպես է Երևանը պատկերացնում, կա նման վստահություն, որ չի լինելու այդպիսի պահանջ Բաքվից։ Եք այժմ ոչ մի բանի մեջ երևի ասես լիարժեք վստահություն չեն կարող ունենանք, բայց եթե մենք խոսում ենք երրորդ կողմի ուժերի մասին, արդյոք եվրոպական դիտորդները հանդիսանում են ուժ։ Սա դիտորդական հավանականություն է։ Այսինքն տրամադրությունը հուշում է, որ չպետք է լինեն նման պահանջներ, բայց իհարկե վստահ լինելու մասին շատ բարդ է ասել։ Բայց եթե երրորդ դիտորդները ուժ չեն, երրորդ երկի ուժ, այո, դա սովորաբար խոսքը գնում է ռազմական ներկայության մասին։ Հիմա ինչքանով համարվում է սա այդ քննարկումը։ Բայց դեպքում ինչու ենք մենք համաձայնել այդպիսի ձևակերպման ֆոնին քննարկել դիտորդների հարցը, եթե ուժն ու ԵՄ դիտորդները իրար հետ
համատեղ։ Իսկ այժմ մենք դա չենք քննարկում։ Դա քննարկումը գնում է այսպես որպես ավելի շատ հասարակական մակարդակում, բայց Չէ, մեր արտգործնախարարը ուղիղ ասում է, որ դիտորդները դուրս կգան, Խաղաղության հաստատման հա, այո, բայց ուժ է ձևակերպումը եւ դրա տակ մենք ներառում ենք դիտորդներին։ Սա արդեն խնդիր չի կարող։ Սա խնդիր չէ, եւ իսկապես ինչպես արտգործնախարարը ասեց, խաղաղության հաստատման դեպքում բնական է ոչ ուժի, ոչ դիտորդական առաքելության ներկայություն կարող է կարիք չլինի։ Սա չի հակասում Հանրայինի եթերում վարչապետը խոսում էր միակողմանի ստորագրության հնարավորության մասին։ Կա այդպիսի իրավական ձևաչափ, հնարավոր է այդպիսի իրավական լուծում, որ միակողմանի Հայաստան։ Չէ, բայց վարչապետը շատ բարձ հայտարարեց վերջի հարցազրույցում, որ նա ասում էր իր պատրաստակամության մասին։ Իհարկե միակողմանի ստորագրման մասին խոսք չէր գնում եւ նա կարծես լարժեք։ Բարներով էշողիկ, պարոն Հովհաննիսյանը, երբ որ այդ պահանջը կամ կետը, հա, նախագծի մեջ ներառված երկու կողմերին է առնչվում երրորդ ուժերին հետ քաշելու, հայկական կողմը մատնանշել է Ադրբեջանը ում է հետ քաշելու սահմանից որպես երրորդ ուժի ներկայացուցիչ։ Խոսքը չի գնում միայն հետ քաշման, խոսքը գնում է նաեւ ապագայում հնարավոր ուժերի մասին։ Այդ առումով իհարկե տարբեր սցենարներ հնարավոր է։ Խոսքը գնում է երկու ստեկ բացառել երրորդ կողմի ուժերի ներկայությունը սահմանի վրա։ Միայն դա է կետը։ Պարոն Հովհաննիսյան, իսկ դա կլուծի այն խնդիրը, որ օրինակ մենք գիտենք 44-օրյա պատերազմին ադրբեջանական կողմից ինչ ուժեր են ներգրաված եղել ռազմական գործողություններին։ ԵՄ դիտորդները լրիվ օրինական ընթացակարգերով Հայաստանում գտնվող առաքելություն է։ Մինչդեռ կա նաև հակառակ պատկերը, երբ ունեցել են 44-օրյայի ժամանակ։ Հայաստանն այս համաձայնեցված դրույթով, եթե պայմանագիրը ստորագրվի, ո՞նց է վերահսկելու կամ ո՞նց է պատկերացնելու այդ տեսակի ներգրավվածության խնդրի լուծումը, օրինակ։ Պայմանագրում նախատեսված են երկու մեխանիզմներ վիճարկելի հարցերի քննարկելու համար, իհարկե պայմանագրում նախատեսված է դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, չնշանակում է նաև համապատասխան ներկայացություն, այսինքն դրան հարաբերություններ կլինեն անդրադառնալու, շատ ճիշտ եք, դա կարող է նաև նպաստել խուսափելու նման իրավիճակի։ Դուք ասում եք խաղաղության պայմանագիր, Փաշինյանն ասում է խաղաղության համաձայնագիր։ Ի վերջո այդ փաստաթուղթը պայմանագիր է, թե համաձայնագիր։ Ո՞րն է տարբերությունը, դուք որպես Դա մի քիչ իրավական հարց է, դա չեմ կարող ասել, ինձ համար հոմանիշներ են որպես օգտագործում, իհարկե համաձայնագիր թերևս բայց իրենք տարբեր են իրավական առումով, պայմանագիրը իրավական ուժ ունի։ Քոչարյանն ասում է պայմանագիրը պարտադիր կիրառման ուժ ունի, Իսկ համաձայնագրի դրույթները ոչ։ Հիմա որն է ճիշտ, մենք որ օրինակ օգտագործենք։ Կարծում եմ համաձայնագիրներ պայմանագիրը ավելի լայն գործածվելիք, համաձայնագիրը ավելի իրավական տերմին է։ Համաձայնագիր է կիրառում, դուք օրինակ պայմանագիր։ Ես նաև համաձայնագիր եմ կիրառել, ուղղակի այսօր պայմանագիր օգտագործեցին։ Փաշինյանը չի հերքել, որ հնարավոր է, այսինքն ասել է, որ հնարավոր է, որ պայմանագիրը կնքվի եւ հետո կրկին Ադրբեջանը հարձակվի, այսինքն սա անվտանգային ամբողջական երաշխիք չէ։ Այս դեպքում, եթե մենք երրորդ ուժերին հանում ենք, սահմանապահներին կանգնում ենք, ինչպես Ադրբեջանը պահանջում ապամոնտաժում է որոշակի ենթակառուցվածքներ սահմանին, այս դեպքում անպաշտպան չի հայտնվում Հայաստանը, եթե հարձակում լինի Ադրբեջանը։ Կրկին իհարկե լիարժեք երաշխավորություն ստանալ հնարավոր չէ, բայց մենք պետք է անենք այն հնարավորը, որպեսզի նվազեցնենք այդ ռիսկերը։ Իհարկե, համաձայնագրի կնքումը եւս քայլ է, որպեսզի ապահովել Բայց Հայաստանը անպաշտպան վիճակում չի հայտնվում այս դեպքում։ Եթե հարձակում լինի։ Իսկ չէ, իհարկե դե համաձայնագրի դեպքում այդ ռիսկը նվազում է առավել, քանի որ ունենք նաեւ միջազգային հանրության ուշադրությունը, կրկին նշեմ, այս արձագանքը որ ավարտել ենք բանակցությունները տեքստի շուրջ, տեսեք ինչ առաջացրեց հայտարարություններ ամենատարբեր երկրներից։ Այսինքն այստեղ պետք է նայենք ինչքանով մենք կարող ենք նվազեցնել նման ռիսկերը, այն ինչ որ կարող է։ Իսկ միջազգային երաշխիքներ տրվելու են արդյոք, որովհետև հայտարարությունների մենք արդեն ծանոթ ենք վերջին 5 տարում, որոնք գրեթե արդյունք չեն տալիս։ Դե դուք գիտեք, որ հիմնական կարևորագույն երաշխավորողը դա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է եւ տեսանք, որ այս հայտարարությանը, որ տեքստի շուրջ բանակցությունները ավարտվել են, ողջունեցին անվտանգության խորհրդի բոլոր 5 մշտական անդամները՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը եւ Ռուսաստանը։ Ողջունեցին, իսկ որպես միջնորդ իրենք կարող են ներգրավացնել կամ ցանկություն կա իրենց կողմից։ Այս պահին չեմ կարող պատասխանել այդ հարցին, բայց միջազգային ինստիտուտները այնտեղ են, թե ԵԱՀԿ-ն, թե ՄԱԿ-ը, ինչպես նշեցի, թե այլ ձևաչափերը
Իսկ Ռուսաստանից նաև առաջման դեպքում ինչ դուք ասացիք, որ մեխանիզմ կա, որով կլուծվի պայմանագրի կետերի խախտման հարցը, ինչ ձև է համաձայնեցված այդ կետը, ինչ է ենթադրում։ Ես չեմ կարող մանրամասները բերեմ եւ դա ընդունված կետ է տարբեր համաձայնագրերում եւ որ երկու կողմերը քննարկում են այդ խնդիրները եւ խնդիրների չլուծման դեպքում կայլ այլ միջոցներ, դա նոր նշեցի միջազգային կազմակերպություններն են, դատական արձաններն են եւ այլն, այսինքն դրա գործի կազմը միշտ էլ մնում է յուրաքանչյուր կողմի օգտագործման նահատական տակ։ Ռուսաստանից առաջարկ եղավ, որ կարող է ներգրավվածություն ունենալ, ԱԳՆ-ից կարող է ներկայացուցիչ գալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կարող է գալ խաղաղության պայմանագրին, այսպես ներգրավվածություն ունենալու որպես միջնորդ քննարկվել է այս տարբերակը։ Միշտ էլ այդ հնարավորությունը կար, ռուսան ներգրաված էր նաև նախկինում, վերջերս ունեցել ենք խորհրդակցություններ ռուսական կողմի հետ, մենք բոլոր գործընկերների հետ, որոնք կարող են նպաստել այս գործընթացին, իհարկե արձագանքում ենք եւ քննարկում ենք։ 4 տարի անց պարզապես նոր տեղի ունեցավ այդ լայնամասշտաբ խորհրդակցությունները Ռուսաստանի հետ։ Թե ավելի քիչ, 4 չէր, մոտ ավելի մի տարի ու կես ինչ չենք։ Հիմա այս առաջարկին ինչ է պատասխան Եվ կներես եւ ինչով է պայմանավորված, որ խորացված այդ խորհրդակցությունները տեղի ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի, Ռուսաստանի միջեւ։ Արգոս նախարարների հանդիպումից հետո պայմանություն ձեռք բերվեց շարունակել խորհրդակցությունները եւ դա տեղի ունեցավ։ Իսկ այս հարցին դեռևս պատասխան չունեմ, ուղղակի կարող եմ ասել, որ մենք բոլոր գործընկերների հետ կներեք, բայց փոփոխություն կա, պարոն Հովհաննիսյան, եթե առաջօրինակ Երևանը հակված չէր, հա, այդպես խորացված համագործակցել այն կառույցների հետ, որտեղ Ռուսաստանն է, Նիկոլ Փաշինյանը չէր գնում մայիսինի միջոցառումներին, հիմա այս տարի կարծեք բան է փոխվել եւ խորհրդակցություններ եք անցկացնում եւ ըստ Կրեմլի վարչապետը մասնակցելու է մայիսինյան այդ միջոցառմանը։ Չէ, այստեղ խոսքը Ռուսաստանի մասին չէ, այլ երկրի մասին էր գնում։ Մասնակցությունը պայմանավորված է լրիվ այլ դեպքի հետ կապված։ Չէ, ես ԵԱՏՄ-ն նկատի չունեմ, օրինակ հենց անցած տարի մայիսինի միջոցառմանը չմասնակցեց Նիկոլ Փաշինյանը։ Որ միջոցառմանը, չէ, բայց Դե գիտեք, դա նայած իրավիճակի տարբեր քաղաքական իրավիճակով պայմանավորված։ Չէ, սա պայմանավորված է թե մասնակցության հետ կապված ձևաչափերով, թե զբաղվածությամբ, համենայնպես Եվրասիական տեսության միության միջոցառումներին մենք մասնակցել ենք, շարունակել ենք մասնակցել։ Ապնդել որ չեն գնալու Մինսկ, ճիշտ եմ հասկանում։ Դե վարչապետը արեց իր հայտարարությունը, դուք ավելացնելու բան չունեն դա։ Կներեք, այլևս երկրորդ ընթերցման ընդունվեց այս հարցը Եվրամիության դեռ պետք է ընդունվի։ Պետք է ընդունվի, այսինքն դեռ մտածում եք դեռ խորհրդարանում կարող է նիստում կարող է չընդունվել։ Կարծում եմ կընդունվի։ Իմ կասկածը։ Եթե խորհրդարանում օրենքը կմտնի եւ ինչ քայլեր եւ ինչպես անշած է օրենքում գործընթացը կարելի է համարել։ Բայց հնարավոր է պայմանագրի ստորագրման համար Հայաստանը մինչև խաղաղության պայմանագրի ստորագրման համար Հայաստանը մինչև դրա ստորագրումը սկսի Մինսկի խմբի լուծարման գործընթաց։ Այդ հարցին թե արգոս նախարարը, թե վարչապետը անդրադարձել են, ավելացնելու բան չունեմ։ Իհարկե մենք պատրաստ ենք քննարկելու յուրաքանչյուր առաջարկ, բայց իհարկե դա նաև կախված է խաղաղության այս գործընթացից։